Կոնյակագործների և գինեգործների միությունները քննարկում են միավորման նպատակահարմարությունը։ Կուսանագյուղ համայնքը ջրարբիացման նոր համակարգ ունի։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է բացման արարողությանը։ Աշնանացանցորեն ինչից սկսել և երբ։ Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին ներկա են նաև գինեգործների միության անդամներ։ Նպատակը երկու միությունների մեջ համագործակցության ուղիներ գտնելը եւ աշխատանքները արդյունավետ դարձնելը, որովհետեւ կա գինեգործների միություն եւ կոնյակագործների միություն, որոնք կարելի ասել այդքան էլ արդյունավետ չեն աշխատում եւ պետություն մասնավոր հատված այդ համագործակցությունը ել ավելի սերտացնելու համար անհրաժեշտություն կա այսպիսի քննարկումներ անցկացնել։ Մենք շատ հարցեր քննարկեցինք, այդ հարցերին իհարկե կան հարցեր, որոնք տարիներ շարունակ կուտակվել են եւ լուծումներ են պահանջում։ Կաշխատենք առաջիկայում այդ խնդիրներին լուծումներ տալ։ Նախարարն առաջարկեց ստեղծել նախաձեռնող խումբ եւ մեկամսյա ժամկետում քննարկել ու ներկայացնել իրենց միասնական վերջնական դիրքորոշումը երկու միությունների միավորման նպատակահարմարության վերաբերյալ։ Խնդրի շուրջ խոսեց Հայաստանի կոնյակագործների միության նախագահ Արա Գրիգորյանը։ Կարևորեց տեղական արտադրանքի որակի բարձրացումը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի հայկական կոնյակի արտահանման ծավալների ավելացման համար։ Որակյալ կոնյակ արտադրելը դա ցանկության եւ տեխնոլոգիայի օրենքի տարերը պահել։ Ճիշտ արդար կոնյակ արտադրելն էլ եկամտաբեր գործ է։ Մի քիչ երկար, մի քիչ դժվար, բայց եկամտաբեր բիզնես է։ Ի վերջո հաճելի։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև խաղողի մթերումների ընթացքին։ Նախարարը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է հանրապետության 3-4 մարզերում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները։ Բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն ներկայում առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները կսկսեն մթերման աշխատանքները։ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքն է։ Հանրապետությունում 91-րդ, իսկ մարզում 18-րդ համայնքն է, որտեղ իրականացվում է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը։ Գուսանագյուղ համայնքում արդեն լուծվեց ջրարբիացման համակարգի հարցը։ Բացման արարողությանը մասնակցում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Այս ծրագրով վերջին 5 տարիների ընթացքում մենք կարողացանք բավականին խնդիրներ լուծել եւ լեռնային 1,50,000 հեկտար արոտավայրերից արդեն կարելի ասել ջրարբիացվել է 200,000 հեկտարը եւ առաջիկայում այդ թիվը պետք է հասնի 400,000-ի մինչեւ 2019 թվականը։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով։ Որպես բանկիր ինձ գոհացնում են իրականացված աշխատանքի արդյունքն ու թվային ցուցանիշները, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, սա պարզապես նվեր չէ, սա ներդրում է, որը հետագայում պետք է նպաստի ձեր եւ ձեր երեխաների կենսամակարդակի բարձրացմանը։ Երկու տեղ ջուր կա։ Մեր անասունները բարձրանում են, այ նորից էլի կուկանը մի ջուրը խմում են, մեզի կատ են տալում, համալը հանգիստ է մնում անասունը։ 10-20 կիլոմետր հեռու են անասունները գալում են, սկզբի ջուրը չկար, ըստեղից նորից իջնում են յուղի մոտ ջուր են խմում, նորից բարձրանում են այստեղ, համ կատատվություններ եկնում, համ մսատվություններ եկնում, բայց էս շատ մեծ բարեգործական ընկերություն է։ Մալս է ջուր կխմեն, ըստեղից էլ Պարկի ցերը գետեվեք նորից ջուր կխմեն, ես վերադառնան գտու։ Ներկայում Գուսանագյուղ համայնքի արոտավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 995 հեկտար, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 863 գլուխ։ Ծրագրով համայնքին տրամադրվել է նաև գյուղտեխնիկա։ Ծրագրի ավարտից հետո համայնքի 995 հեկտար ջրարբիացված արոտները կարող են տարեկան ապահովել հավելյալ շուրջ 410 տոննա կաթի ստացում։ Այս տարի պարենային կարևորագույն ապրանքների գների իջեցումն ունի համաշխարհային միտում, սակայն հանրապետությունում կաթի գինն արդեն սկսել է բարձրանալ եւ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում այն կկարգավորվի։ Իր խոսքում նախարարն անդրադարձավ նաև կաթի մթերման գներին։ Ընդհանուր առմամբ այս համայնքում ծրագրի շրջանակում 150 միլիոն դրամի ներդրում է կատարվել, որի կեսն ուղղվել է ջրարբիացման համակարգերի կառուցմանը։ Կարմակ ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումն է։ Ծրագրի մեկնարկը տրվել էր դեռևս 2011 թվականին, բայց տարիների փորձը ցույց տվեց, ծրագիրն արդարացնում է իրեն։ Հիմնական խնդիրը 55 համայնքում իրականացնել գյուղացիական ռեսուրսների կառավարման եւ անասնապահության զարգացման ծրագիր։ Նպատակը համայնքները, որտեղ հիմնական զբաղմունքը անասնապահությունն է եւ կան ռեզերվներ դեռևս չօգտագործած, օգնել համայնքներին, որպեսզի նրանք
ամբողջությամբ կարողանան իրացնել այդ խնդիրները եւ բնականաբար առավել շահույթ ստանան։ 81 համայնքում ծրագիրն արդեն աշխատել է։ Մոնիտորինգը ցույց է տալիս, որ ծրագրի պահանջարկը բավականին մեծ է։ Համայնքներում ներդրված յուրաքանչյուր $1 տարեկան տալիս է $1 եկամուտ։ Սա բավականին լավ ցուցանիշ է եւ այդ գումարը բաշխվում է բոլոր ֆերմերային տնտեսությունների միջև։ Կարմակ 1-ին զուգահեռ սկսեց աշխատել նաև Կարմակ 2 ծրագիրը։ Կարմակ 1-ը ավարտվելու է 2016 թվականին։ Կարմակ 2-ում արդեն 100 համայնք կընդգրկվի։ Գեղարքունիք, Շիրակ, Արագածոտ, Սյունիք։ Հաջողակ մարզերի քառյակն է։ Շինարարական ենթակառուցվածքների գծով նրանք ներդրումը 5% է, իսկ համայնքներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվող գյուղտեխնիկայի մեջ Կարմակ 1 ծրագրի շրջանակներում նրանք մասնակցում են 50% համաֆինանսավորմամբ։ Սա բավականին մեծ գումար է համայնքի համար եւ սա ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր է նրանց համար ծրագրի իրականացումը։ Կարմակ 2 ծրագիրը մեկ քայլով առաջ է նախորդից։ Նախատեսում է օգնել վերամշակման արտադրամասերին, ինչպես օրինակ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում։ Այսօր պատրաստ են իրենց սեփական ֆինանսական միջոցներով կառուցել շենքային պայմաններ, իհարկե պայմանները պետք է լինեն բոլոր սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխան ժամանակակից ուրեմն պահանջներով կառուցված շենքերում մենք էլ կտեղադրենք, պետությունը կտեղադրի համապատասխան սարքավորումներ։ Բացի այս բաղադրիչը Կարմակ 2 ծրագրում մենք ունենք արժեշտայի զարգացման բաղադրիչ, որը օժանդակելու է արդեն իսկ գործող տնտեսվարող սուբյեկտներին։ Ծրագրի նպատակը Հայաստանում զարգացնել փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեությունը 5 ուղղություններով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին ծրագրի միջոցներից կտրամադրվի 8-ից մինչև $50,000 դրամաշնոր։ Դրամաշնորը պետք է ուղղվի կաթի, մրգի, բանջարեղենի, հատապտղի վերամշակման գործին։ Այս անգամ դրամաշնորից կարող են օգտվել նաև մեղրի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվողները։ Արարատի մարզի Ոսկեթափ համայնքում աշնանացան է։ Մելիք Հայրապետյանը 10 հեկտար հողատարածքում պատրաստվում է ցորեն ցանել։ Հետևում է, որ ամեն ինչ տեղը տեղին լինի։ Մինչև հոկտեմբերի 10-15-ը պետք է ջրել շուտ էլի։ Ուշի դեպքում ցուրտը լավ չի լինում ցորենի համար։ Պարտանյութը տալիս ենք փետրվարից մարտ ամսին, մինչև հասկ գցելը։ Դե այնտեղ գնում է արդեն մոլախոտի դեմ սրսկում ենք ցորենը գարնան դեմ, էլի մինչև հասկ գցելը, որպեսզի ցորենը ինքը սկզբից պարկման նորից կբանել էլի։ Ոսկեթափում գիտեն ինչպես մշակել հողը, որ հողն էլ համապատասխան ձևով փոխհատուցի։ Եթե նախկինում այդքան մեծ ուշադրություն չէին դարձնում մշակության տեխնոլոգիաներին, այս վերջի տարիներին ահա որ մեծ միտում է նկատվում մշակած կուլտուրայի նկատմամբ ագրոտեխնիկական կանոններով պահանջված բոլոր միջոցառումները ցանկանում են անխտիր կատարել, օրինակ բռնած վարի աշխատանքներից։ Այս պահին տրակտորը վար ու տափի աշխատանքներ էր կատարում, երևի խորթային տարիներում էլ sense բան չէ, հողը ֆրեզով փոշիացված, ասինքն դրա մեջ կատարված ցանքսը իր նպատակին կծառայի։ Երբ սկսել աշնանացան ցորենի ցանքսը, ցանքի ժամկետը մեծ ազդեցություն է թողնում աշնանացան ցորենի բերքատվության վրա։ Ուշ ցանված աշնանացան ցորենի բույսերը հաջորդ գարնանը լավ չեն աճում եւ բերքատվությունը լինում է ցածր։ Ցանքերը պետք է կատարել այն հաշվով, որպեսզի մինչև կայուն ցրտերի սկսելը բույսերը անցնեն 50-ից 60 օր ժամանակահատված։ Եթե բույսերը աշնանացան եթե թփակալված է եւ նաեւ կոփված, ապա նա դառնում է ձմեռադիմացկուն եւ նույնիսկ առանց ձյան ծածկոցի տպակալման հանգույցում մինչև -15 աստիճան ցրտերի կարող է ազատ ուրեմն դիմանալ։ Հայաստանի լեռնային շրջաներում ցանքսը պետք է սկսել օգոստոսի վերջերին եւ ավարտել սեպտեմբերի 15-ին։ Ցածրադիր նախալեռնային գոտիներում ցանքսը պետք է սկսել օգոստոսի 20-ից 22-ը եւ ավարտել սեպտեմբերի վերջին։ Շատ հաճախ աշնան այս ամիսներին դրական բարձր ջերմաստիճանները մի տեսակ ավելորդ հանգստություն են ստեղծում եւ մարդիկ չգիտես ինչու չիմնավորված կերպով ուշացնում են, ձգձգում են եւ կարծես թե մտածում են, որ այդ ժամանակահատվածը տակ անսահմանափակ է։ Ուշացած ցանքերի դեպքում ցրտահարվում են բույսերը, ցանքերը նոսրանում են, իսկ նոսր ցանքերից բնականաբար չի կարելի բարձր բերք ակնկալել։
Աշնանացան ցորենը պահանջկոտ է նաև հողի բերության նկատմամբ, պարտանյութերի կիրառումը բարձրացնում է ծլունակությունը, ուժեղացնում բույսերի թփակալումը, ձմեռադիմացկունությունը, ավելացնում է հասկերում հատիկների քանակը, բարձրացնում է բերքատվությունը, դարձնում դիմացկուն հիվանդությունների նկատմամբ։ Ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերը, որոնք նախատեսված են, որոնք պահանջվում են ամբողջ վեգետացիայի համար, հիմա պետք է հող մտցնել, քանի որ դրանք դանդաղ յուրացվող են եւ դա կբավարարի ամբողջ վեգետացիայի համար։ Իդեպ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի դերը ոչ պակաս կարեւոր է, քան ազոտական պարարտանյութերին, ինչու, որովհետեւ ֆոսֆոր եւ կալիումի առկայության դեպքում բույսը ավելի ցրտադիմացկուն է դառնում, արմատային համակարգը ավելի հզորանում է։ Ինչ ցանես, այն էլ կհնձեց լավ բերք ստանալու հիմնական երաշխիքը նաև լավ եւ որակով սերն է։ Արտադրած սերմի որակական հատկանիշներով այսօրվա դրությամբ արդեն տարեստարի փոփոխություն կա, այդ փոփոխությունը որակով սերմացիով կատարված ցանքսի առավելությունը մեր ֆերմերն էլ զգացե։ Տարեստարի որակով սերմի պահանջարկն ավելանում, անկախ են բանից հացահատիկի գինը շուկայում ինչ արժեք ունի, բայց գալիս է աշնանացանի ժամանակ սերմի պահանջը մեծանում է։ Այս խոսումը հիմնականում որակով սերմացուի մասին։ Գուրգեն Թևոսյանը սակայն այս տարի լավ բերք չի սպասում, պատճառներն էլ հայտնի են։ Ամեն տարի նույն տեղ, նույն ցորը, նույն ցանկատարածություն ակադարում, դրա համար բերքատվությունը շատ ցածր է։ Հիմնականը այո, սերմի է, թե չէ մշակություն, ասենք մշակում ենք։ Ժամանակին ջուրը կա, ջերում ենք, ջրից չենք դժգոհվում։ Հացահատիկային կուլտուրաների մշակումը պայմանավորված է ոռոգման ջրի սակավությամբ, այն հողատարածքներում, որոնք չեն ոռոգվում, գյուղացիները միայն հացահատիկային կուլտուրաներ են ցանում։ Տարբերությունը միայն նրանում է, որ ջրովի պայմաններում անպայման պետք է հիմա ոռոգումը կատարել ցանքից հետո անմիջապես պետք է ոռոգվի եւ ցանքի օրը պետք է հաշվել այն օրը, որ կատարվում է ոռոգումը։ Անջրդի պայմաններում պետք է կիրառել երկդաշտյա ցանքաշրջանառություն, այսինքն ցել աշնանացան։ Ամբողջ տարվա ընթացքում հողը վառվում է, իհարկե նաև կատարվում են մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ եւ այլն, եւ այդ ընթացքում հողում բավականաչափ լուրջ քանակությամբ խոնավություն է կուտակվում, հետեւաբար արդեն երբ օգոստոսի վերջին սեպտեմբերին ցանք է կատարվում սև ցելի վրա, անկասկած հաջորդ տարի ստացվում է բավականին բարձր բերք։ Աշնանացան ցորենի ցանքերի խնամքը շատ կարևոր միջոցառում է, որից մեծ չափով կախված է բերքի քանակը, իսկ արդեն բերքահավաքը պետք է կատարել սեղմ ժամկետներում լրիվ հասունացման փուլում։ Արտաշատի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը այժմ գրեթե դատարկ է։ Մի քանի օր առաջվա աղմուկը չկա, միջանցքներում էլ վազվզող եւ անհանգստացող ծնողներ չկան։ Սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն փորացավ։ Վերջին շրջանում Հայաստանի մանկապարտեզներում եւ դպրոցներում աճել են թունավորման դեպքերը, ինչի հետևանքով հոսպիտալացվել են մի քանի տասնյակ երեխաներ։ Քանի որ հիմա զանգվածային խնդիր է, որը կապված է նաև հիվանդանոցներից ստացված տեղեկատվությամբ, ոչ միայն թունավորումները կոնկրետ, այլ ընդհանրապես, այստեղ կարելի փաստել, որ կա ջրի գործոնով, սննդային գործոնով պայմանավորված թունավորումների աճը միգուցե կարելի է կապել այս տարվա ամառվա շոկ եղանակով, որովհետև նորմայից բարձր ջերմաստիճանի պայմաններում շատ ավելի մեծ են սննդամթերքի փչացման պայմանները։ Ծառայությունը տարեկան ծրագրի շրջանակներում նշանարված հաստատություններում ստուգումներ անցկացնում տարին մեկ անգամ։ Դրանք կարող են լինել դպրոցներ, մանկապարտեզներ, սննդի կազմակերպման օբյեկտներ։ Ամառվա ընթացքում կատարել ենք մշտադիտարկում հանգստի գոտիներում, ճամառային ճամբարներում, օրինակ փողոցներում վաճառվող փափուկ պաղպաղակի կամ կաթկատնամթերքի, արագ փչացող սննդամթերքի մասով։ Իսկ պլանավորվածը, այսինքն մենք դա պլանավորել էինք սպառողներից ստացված տեղեկատվության հիման վրա, օրինակ թեժ գծին ստացված տեղեկության հիման վրա եւս կատարվում են կոնկրետ գործողություններ։ Իսկ հա ծրագրային ստուգումներից բացի վերահսկողություն իրականացնում են, եթե ունեն համապատասխան ահազանգ կամ հաղորդում։ Մենք մեր առջև չենք դրել խնդիր մարդկանց մոտ խախտումները արձանագրել եւ դրա համար վարչական տուժեր կիրառել։ Մեր խնդիրը տնտեսվարողներին խորհրդատվական եւ մասնագիտական աջակցություն ցուցաբերելն է։ 2015 թվականի ստուգումների տարեկան պլանով ծառայությունը նախատեսել է ստուգման ենթարկել հանրապետության բոլոր մանկապարտեզները, այս պահին մոտ 70%-ը ստուգման է ենթարկվել։
2015 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 21291 տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1791 տոննայի դիմաց։ Սալոր 1794 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 668 տոննայի դիմաց։ Կեռաս 2203 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 358 տոննայի դիմաց։ Ծաղկակաղամբ եւ կաղամբ 9078 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1590 տոննայի դիմաց։ Ճակնդեղ եւ բողք 2740 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 652 տոննայի դիմաց։ Վարունգ 3307 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 66 տոննայի դիմաց։ Լոլիկ 1128 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 131 տոննայի դիմաց։